Բարև ձեզ, պարոն Կարապետյան, իհարկե բոլորս գիտենք, ես էլ պետական ծառայության բերմամբ գիտեմ Արցախում ինչ մեծ գործեր եք արել, շնորհակալ ենք դրա համար։ Սփյուռքից հայրենադարձության մասին, արդյոք այս մասով ունեք արդեն քիչ թե շատ հստակեցված պլան։ Սփյուռքը մեր պետության եւ ինձ համար առավելապես ամենացավոտ տեղն է։ Ես չեմ կարող ասել, որ մենք եկանք իշխանության, հենց առաջին օրից Սփյուռքը հերթ են կանգնելու եւ գալու են Հայաստան։ Մինչեւ մենք չստեղծենք հարուստ պետություն, առանց աղքատության պետություն, մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին են։ Դրա համար մենք հայտարարել ենք ամենաշատը 6 ամսվա ընթացքում Հայաստանում չի լինելու ծայրահեղ աղքատություն եւ անզիջում պայքար ենք տանելու աղքատության վերացման համար, իսկ եթե մենք հասնում ենք դրան, ստեղծում ենք լավ երկիր, հարուստ երկիր, դուք վստահ եղեք, Սփյուռքը մենք չենք էլ հասցնի իրենց դիմավորել, քանի որ մարդիկ դուք լավ գիտեք, սիրում են ապրել հարուստ երկրում, որտեղ կա աշխատանքի հնարավորություն, կա իրենց երեխեքին լավ կրթություն տալու հնարավորություն, նորմալ բուժման համակարգ, իսկ այս ստեղծված երկրում միայն կվերադառնան այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան Փաշինյանի հետ այդ բեմերի վրա թռվռալ, բայց մենք ամեն ինչ ստեղծել ենք, ամենակարևորը այդ հոդվածը մարդկանց եթե թվում է դա փոխում ենք միայն ինձ համար, դա այդպես չէ, դա վերաբերվում է ամբողջ Սփյուռքին, բոլորը հնարավորություն են ունենալու մասնակցեն թե պետության կառավարման, թե իրենց բոլոր հնարավորությունները ներդնեն մեր երկրի զարգացման մեջ։